մեզ սպասում են ոչ թե ընտրություններ դասական կանոններով, այլ մարտեր առանց կանոնների։ Մեր մուտքը քաղաքականություն ըստ էության դա որոշակի հանրային պատասխանատվության զգացողություն։ Ով քննադատում է իրեն կամ այս իշխանության վարած քաղաքականությունը, ուղղակի մեխանիկորեն դեմ է խաղաղությանը։ Չի կարող լինել խաղաղություն մի երկրում, որի ներսում իրար են ուտում բառից բուն իմաստով։ Խաղաղություն քարոզող եկեղեցու դեմ է արդեն պատերազմ հայտարարված։ Գալու ենք եւ առաջիկա 1 տարվա ընթացքում բոլորը բոլորին սիրելու են, չէ։ Ինչ եք անելու այս պարտքի հետ, ինչպես եք մարելու Փաշինյանի պարտքերը։ Պետք է սկսել տնտեսությունը վերակառուցելուց։ Հայտարարությունների համար ներդրողները խոշոր այսօր կալանքի տակ են։ Պետությունը չպետք է իրականացնի այն, ինչը իրանից ավելի լավ իրականացնում է ազատ շուկան։ Բարև ձեզ, եթերում բաց խոսենք նախագիծը, մեր հյուրը այսօր տնտեսագետ, պետեկամուտների նախկին նախագահ, Միասնության թևերթ նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանն է։ Բարև ձեզ, պարոն Անանյան։ Բարև ձեզ։ Սկսենք մաթեմատիկայից։ Համես։ Պարոն Անանյան, փաստորեն ներկայացրել եք քաղաքական հայտ, կան հավակնություններ վարչապետի պաշտոնի հանդեպ, ձեր թեկնածուն Արման Թաթոյանն է, մարդու իրավունքների նախկին պաշտպան։ Ինձ հետաքրքիր է, որպես փորձառու տնտեսագետ, ինչու՞ չէ, պետեկամուտների նախկին ղեկավար, դուք կարողացել եք լավ հաշվարկներ անել եւ գնահատել ձեր հնարավորությունները հաջողության հասնելու մի իրավիճակում, որտեղ ըստ ամենայնի մեզ սպասում են ոչ թե ընտրություններ դասական կանոններով, այլ մարտեր առանց կանոնների։ Ես նկատի ունեմ այն մթնոլորտը, որի մեջ արդեն հայտնվել ենք նախընտրական այս շրջանում, նախընտրական տարի է, արդեն մթնոլորտում կա այդ ամենը, բռնաճնշումներ։ Ես որքան հասկանում եմ, ՔՊԻ կնիքը չկրող ընտրությունների արդյունքում քվե ստացած ցանկացած ղեկավար անձ անպայման հետապնդվում է կամ անպատիժ չի մնում, որևէ կերպ անպատիժ չի մնում։ Մենք թարմօրինակ ունենք Գյումրիի համայնքապետի մարտերը Գյումրիի համար կարծեք արդեն ավարտվեցին, հերթը Մասիսինն է, արդեն դատապարտվեց Դավիթ Համբարձումյանը 6 տարի 3 ամսով, քիչ առաջ ես տեղեկություն կարդացի նաև Գորիսի համայնքապետի նկատմամբ ինչ որ քրեական վարույթ նախաձեռնվել, նախորդ դեպքերի մասին լռեմ, ոչինչ չասեմ։ Այս իրավիճակում ինչ եք կարծում, խելամիտ գաղափար էր մտնել այս պատերազմի մեջ եւ որքան են ձեր շանսերը։ Շնորհակալություն։ Նախ սկսեմ նրանից, որ ոչ խելամիտ է անմասն մնալ այս ամեն ինչին։ Հետևաբար ձեր հարցը եկեք բաժանենք երկու մասի։ Առաջի մասը հենց քաղաքական խելամտության մասին խոսենք, ասենք եթե մարդիկ Արման Թաթոյանը, ես եւ մեր ընկերները, որոնց հետ որ մենք որոշել ենք ունենանք մասնակցություն ապագա քաղաքական ռեֆորմացիաների, մեծամասնությունը քաղաքական հավակնություններ իրենց մասնագիտական պրոֆեսիոնալ գործունեության ժամանակ չեն ունեցել։ Ինչ է նշանակում պրոֆեսիոնալ քաղաքական հավակնություն։ Այսինքն իրենք մասնագիտությամբ քաղաքագետներ չեն, քաղաքականությամբ զբաղվելու հայտ երբեք չեն ներկայացրել, այսինքն դասական առումով չեն պայքարել իշխանության համար։ Դա որպես մասնագիտական գործունեություն։ Մեր մուտքը քաղաքականություն ըստ էության դա որոշակի հանրային պատասխանատվության զգացողությունն է, որ քաղաքական առումով, քաղաքական ուժերի առումով կա որոշակի վակուում, դա է վկայում նաև սոցիալական տարբեր հարցումները, երբ որ դու տեսնում ես, որ սկզբից 70%, հետո 60, հիմա 50-55% կա մեր հայրենակիցների մի սպա զանգված, դա գնահատվում է, սոցիոլոգները գնահատում են պոտենցիալ էլեկտորատի մոտորապես 55%, որը անմաս է մնում քաղաքական գործընթացներից, չի ուզում մասնակցել որևէ գործընթացի։ Դա նշանակում է, որ քաղաքական դաշտում այդ առնվազն 50-55%-ը չեն գտել իրենց համար այն տեսանելի կամ իրենց արժեքային առումով, գաղափարական առումով այն քաղաքական միավորին, որի հետևից իրենք կգնային։ Հետևաբար այս առումով առաջի մասով պատասխանենք, որ մենք ոչ թե դասական առումով քաղաքական գործունեություն իրականացնելու որոշում ենք կայացրել, այլ մտել ենք պայքարի մեջ հանրային պատասխանատվությունից ելնելով
եւ նաեւ քաղաքական դաշտը լրացնելու հավակնությամբ այնպիսի քաղաքական միավորով, որի հետևից այդ 55%-ը կգնա։ Դուք խոսեցիք այդ ընտրազանգվածի մասին, որին դեռ պետք է համոզել, պարոն Անանյան։ Կա այսպիսի իրավիճակ, կա տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանն իրեն նույնացրել է խաղաղության հետ, եւ ով քննադատում է իրեն կամ այս իշխանության վարած քաղաքականությունը, ուղղակի մեխանիկորեն դեմ է խաղաղությանը։ Այս մարդը ունի խաղաղության փաստաթուղթը որպես հաղթաթուղթ, որը ակնհայտ է, որ պես շատ ակտիվ օգտագործելու է առաջիկա ընտրությունների ժամանակ, ժողովրդին ասելով, որ ձեզ խաղաղություն են բերել։ Ինձ հետաքրքիր է, ինչպես եք աշխատելու, որպեսզի ձեր նշած այդ ընտրազանգվածին, հենց այդ հատվածին ցույց տաք, որ այս մարդը եւ իրական խաղաղությունը անհամատեղելի են, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը մի մարդ է, որի իշխանության 7 տարիների ընթացքում հայ ժողովուրդը 4 պատերազմ է տեսել։ Բայց մի կողմից այդ խաղաղությունը չափազանց կարևոր է մեր ժողովրդի համար հենց այդ նույն պատճառով։ Այսինքն խաղաղությունը այլընտրանք չունի եւ իշխանության եկած կամ հավակնող ցանկացած ուժ ժողովրդին պիտի իրական խաղաղության խաղաթղթեր ներկայացնի, փաստարկներ ներկայացնի։ Խաղաղության փաստաթուղթ է, խաղաղության փուչիկ ամեն դեպքում մի օր այս փուչիկը պայթելու է։ Ինձ հետաքրքիր է այդ պայթյունից հետո ինչ է մնալու եւ այդ պայթյունի ժամանակ դուք ինչ եք առաջարկելու։ Նախ մենք պետք է մեր ժողովրդին կարողանանք անկեղծ ձևով ասել, որ դուք արդեն լավ ձևակերպում տվեցիք, որ իրական խաղաղությունն ու Նիկոլ Փաշինյանը անհամատեղելի են։ Որովհետեւ մի մարդ, որը որ հանրության ժողովրդի մեջ անընդհատ բաժանումներ է կամ բաժանարար գծեր է դնում, ինքը չի կարող խաղաղության բերողի, այսպես ասած, սիմվոլ հանդիսանա կամ այդպիսի իրական հավակնություններ ունենա։ Մենք ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանի ազդարարած խաղաղությունը դա խաղաղություն չէ, այլ խաղաղության պատրանք է։ Եվ այդ պատրանքը ուղղակի ունի ինչ որ նախաստորագրված փաստաթղթի տեսք, որը թափահարելով ինքը գնում է ընտրություններ, այսինքն ինքը վերարտադրվելու համար ունի որոշակի գործողություններ, որ ինքը կարծում է թե ասել է։ Մենք ասում ենք, որ խաղաղությունը ամենամեծ արժեքն է, որ մենք պատկերացնում ենք, որ դա է անհրաժեշտ մեր հանրությանը, մեր ժողովրդին։ Մենք ասում ենք, որ մեր պատկերացրած խաղաղությունը առաջին հերթին ներքին խաղաղությունն է։ Հետևաբար տեսեք, մեր պատկերացրած խաղաղությունը ունի երկու կոմպոնենտ։ Ամենակարևորը դա ներքին խաղաղությունն է, որ մենք պետք է ներսում կարողանանք հանդուրժողականության եւ համընդհանուր իրար հետ համակեցության ճիշտ ազգային եւ գաղափարախոսական առումով խաղաղ գոյակցելու, խաղաղ իրար հետ ապրելու այս բանը մթնոլորտը ստեղծենք։ Դրա համար ենք մենք ասում, որ հանդուրժողականությունը ամենակարևորն է։ Հետևաբար տեսեք, չի կարող լինել խաղաղություն մի երկրում, որի ներսում իրար են ուտում, բառից բուն իմաստով, չկա այդպիսի երկիր, որտեղ որ հանրությունը բաժանված է, բևեռացված է, իրար են ուտում, տարբեր պիտակավորումներ են անում, նույնիսկ մարդիկ տեսնում ես, նույնիսկ կռվի ժամանակ ակնհայտորեն ուզում են այնպիսի վնաս պատճառեն, որը ինքը լինի անդառնալի։ Այսինքն չկա որևէ բան, որևէ արժեք գոյություն չունի։ Դու պետքա քո խաղաղության կոնցեպտը դասավորես այսպես. ներքին խաղաղությամբ արտաքին անվտանգային համակարգերի վերաձևակերպում։ Այս երկու կոմպոնենտով դու կարող ես հավակնել իրական խաղաղության։ Պարոն Անանյան, լավ, իսկ ինչպես ապահովել այդ ներքին խաղաղությունը, երբ որ խաղաղություն քարոզող եկեղեցու դեմ է արդեն պատերազմ հայտարարված եւ այստեղ էլ կարծեք թե այս մարդուն հաջողվում է ժողովրդին բաժանել սևերի եւ սպիտակների։ Իդեմս կարգալույց քահանայի, նախկին քահանայի, այսօր կարծեք եկեղեցու կողքին նոր աղանդ է ձևավորվում, որտեղ կան համագիրներ, որտեղ կան մարդիկ, որոնք պատրաստվում են իրենց երեխաներին տանել, որպեսզի այդ կարգալույց քահանան, չգիտեմ, ում զորությամբ, ում առաջնորդությամբ մկրտի, կան համագիրներ, դուք տեսաք Հովանավանքի դրվագները, հայհոյող կանայք, լրագրողների վրա հարձակում գործող, սա եւս մեր ժողովուրդն է։ Այս ժողովրդին եւս պիտի համոզել, ինչպես, ինչ լեզվով։ Տեսեք, եթե ես ասեի մենք գալու ենք եւ առաջիկա 1 տարվա ընթացքում բոլորը բոլորին սիրելու են, չէ։ Մենք ուղղակի ասում ենք, որ պետք է այդ մթնոլորտը ձևավորենք եւ քարոզենք այն, ինչ մենք պատկերացնում ենք։ Ժողովրդի հետ պետք է խոսել, ժողովրդին պետք է հանդարտացնել։ Ժողովրդին պետք է ասել, որ պարտադիր չի, որ այս աստիճանի քաղաքական ասած լինես, ժողովուրդ ջան։
Ես գիտեմ, որ դու ունես բազմաթիվ խնդիրներ։ Ես գալու եմ ընկերակցեմ քեզ, քո խնդիրները լուծելու եմ, լսելու եմ քեզ, քո խնդիրները լուծելու եմ։ Ես ուզելու եմ, որ դու ունենաս լավ կրթություն։ Եթե չես հասցնի քո կյանքի ընթացքում, ապա մենք այնպես ենք անելու, որ քո զավակները, քո թոռները ձեռք բերեն լավ կրթություն, ազգային, գաղափարախոսական կրթություն, որպեսզի արժեքները մենք կարողանանք դարձնենք մեր համար դոգմաներ։ Ազգային արժեքներին եւ ազգային ակունքներին վերադարձ է անհրաժեշտ։ Մեր ինքնութենական հիմքերին վերադարձ է անհրաժեշտ։ Այս սա պետք է լինել ու անել եւ սա պետք է անել գաղափարախոսական առումով։ Դպրոցներից, կրթությունից, բուհերից եւ բոլոր ոլորտներում, որտեղ որ մարդը որպես գերագույն արժեք ինքը պետք է, այսպես ասած, կլանի այդ ազգային գաղափարախոսությունը, լինելով համամարտկային արժեքներ կրող, բայց ազգային հենքի վրա քաղաքացի։ Իմ ասածը նա, որ մենք պետք է բոլորով ասենք, որն է մեր պատկերացրած մարդը։ Այն մարդը, որին պետքա ծառայի պետությունը։ Մենք պետք է ստեղծենք այդ մարդուն։ Արժեքային առումով մենք պետք է վերաձևակերպենք այդ մարդուն, բայց հանդուրժողականության մթնոլորտում։ Այո, այդ մորաքույր, հորաքույր, տատիկ-պապիկները, որոնք որ լրագրողների հարցակվել էին, հայհոյում էին, իրենք էլ են եկեղեցու բակում։ Իրենք էլ են մեր ժողովուրդը, որոնք որ ուղղորդվում են անանձանց կողմից, ովքեր որ հանդուրժողականություն չեն քարոզում։ Հետևաբար, տեսեք, եկեղեցական բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ էին այնտեղ գնացել եւ փորձում էին հանդարտացնել ժողովրդին, ժողովուրդը չէր ընդունում այդ եկեղեցականներին։ Այստեղ է որ մենք հայ առաքելական եկեղեցու իրական հետևորդները, մենք ինքներս էլ պետք է մեր եկեղեցուն ասենք, որ ինչ որ մի բան եկեղեցու ներսում այն չէ, բայց մենք դա պետք է անենք որդիական բանով, այսպես ասած, հանդուրժողականությամբ, որպիսի եկեղեցին ինքը իր ներքին համակարգերով ինքը վերափոխվի։ Երբ որ մենք այսօր ասում ենք, որ հայ առաքելական եկեղեցուն պետքա մենք համազգային սատարենք եւ համախմբենք եկեղեցու շուրջը, մենք սա չենք անձնավորում։ Մենք չենք ասում պետքա պաշտպանել վեհափառ տիրոջը, կաթողիկոսին, կամ ասենք բարձրաստիճան arczepiskoposներին, Արշակ Սրբազանին, որևէ մեկին այո, այսօր քաղ բանտարկյալ մեր բարձրաստիճան arczepiskoposներին, մենք չենք ուզում, որ անձնավորենք այս համախմբման բանը, անհրաժեշտությունը։ Մենք ասում ենք, որ հայ առաքելական եկեղեցին այն 1700 տարեկան անխափան ազգային արժեքներ կրող ինքնութենական հիմքեր քարոզող ազգային կառույցն է, որի շուրջ համախմբվելը նշանակում է փրկել Հայաստանը որպես պետություն։ Եթե ներսում գնում է հակաքարոզը, այդ հակաքարոզը ունի ուղղորդված։ Ուղղորդված է դրսի ուժերի կողմից եւ նաեւ կա ներքին քաղաքական նպատակներ հետապնդելու հստակ մտադրություն։ Այս երկուսը զուգորդված գնում է։ Հիմա տեսեք, կարգալույց եղած հոգևորականը, եթե նայում ես նրա դրվագային որոշակի մտքեր կամ բան, ինչ որ մի փուլում նաև հասկանում ես, որ նա ունակ է արտաբերելու առողջ մտքեր։ Ունի գաղափարներ, որը որ լսում ես, տեսնում ես, որ տրամաբանական շղթա կա իր խոսքի մեջ, իր քարոզի մեջ։ Միգուցե նայել է մոլորյալ։ Իմ ասած հանդուրժողականության մթնոլորտը նաև ուղված եմ, ձեռքը մեկնում եմ նաև այդ կարգալույց քահանային։ Ասում եմ, եղբայր, դու ոնց որ թե սկսել ես ծառայել այն ուժերին, որոնք քո ակունքներն են քանդում։ Մեր քարոզվող խաղաղությունը, ներքին խաղաղությունը ուղված է բոլորին։ Ինքը չի ընդունում այն մարդկանց, որոնք այդ խաղաղությունը իրենց սեփական վերարտադրության, իրենց սեփական քաղաքական կյանքը պահպանելու եւ երկարաձգելու համար պատրաստ են զոհել ամեն արժեքային։ Մենք դրանց պետքա մեկուսացնենք, որպեսզի կարողանանք, տեսեք, մարդկային օրգանիզմը ունենում է նաեւ ինչ որ կենսաբանական գոյացություններ, որոնց որ պետքա ժամանակին ֆիքսես, լոկալացնես, հեռացնես, որ օրգանիզմը փրկվի։ Հիմա մենք ըստ էության այդպես ենք պատկերացնում մեր հանրային օրգանիզմի, հանրային մարմնի այս փրկելու, վերակենդանացնելու բանը, առաքելությունը։ Դարձյալ
փրկելու, վերակենդանացնելու եւ խաղաղության օրակարգից խաղաղության ուղի, խաչմերուկ, Զանգեզուրի միջանցք, Տրամպի ուղի, չգիտեմ, տարբեր կենտրոններից տարբեր ձևակերպումներ են գալիս, մինչև մի հրաշքով մենք իմանանք ի վերջո դա ինչ է կոչվում եւ ինչ է իրենից ներկայացնում, ինձ զուտ տնտեսագիտական մի հաշվարկ պարոն Անանյան հետաքրքրում է։ Օրինակ ես Ադրբեջանի շահը այս ճանապարհից ինձ համար մի փոքր ավելի հասկանալի է, այսինքն որպես բեռնափոխադրող երկիր ճանապարհը կրճատվում է, ծախսերը կրճատվում են, դու շահում ես կեցե եղբայրական Հայաստանը, այսինքն սա ինձ համար հասկանալի է։ Եղբայրական Հայաստանը այս կարճ տրանզիտային ճանապարհից ինչ է ստանում, եթե կարելի է զուտ տնտեսական հաշվարկներով։ Շատ լավ ձևակերպեցիք, գրեթե ոչինչ։ Դուք արդեն կիսա տնտեսագիտական վերլուծություն արեցիք։ Մնում էր այդտեղ որոշակի թվաբանական թվեր դնել, տեղադրել եւ կլներ լավ վերլուծություն։ Շատ ճիշտ գնահատում տվեցիք։ Տարանցիկ ճանապարհները, տարանցիկ ճանապարհից օգտվողների համար իրենց լոգիստիկ ծախսերը կրճատում է, իսկ եթե տարանցիկ ուղին պակաս է, այդ տարանցիկ ուղից օգտվող երկրի համար բավարար չափի եկամուտներ չի ապահովում։ Հիմա պատկերացրեք այդ 43 կիլոմետրանոց այդ հանգույցը։ Տարբեր աղբյուրներում, միջազգային լրատվական աղբյուրներից ենք սովորաբար փորձում կորզել ինչ-որ մի տեղեկատվություն, որտեղ ներսում այդ տեղեկատվությունը կարող է լինել աղճատված կամ ընդհանրապես կարող է լինել սահմանափակ։ Դա մենք միշտ ուրիշներից ենք իմանում։ Ինչքանով որ ես եմ հասկացել, խոսքը կարող է գնալ էստակադային կառույցի մասին, այսինքն վերգետնյա կառույց է, որը որ չունի ներքին հայաստանյան լոգիստիկ հանգույցների հետ որևէ հաղորդակցություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ այդ հանգույցից եկամուտները ակնկալող մեր երկրից միակ կարող են լինել տարանցիկ բեռնափոխադրումներից, որովհետև այդ եթե ինքը մեր հանգույցներին լոգիստիկ հանգույցներին որևէ հաղորդակցություն չունի, այնտեղ այլ սպասարկման կենտրոններ կամ այլ ծառայություններ, որոնք կարող էին մատուցվել, դրանք փաստորեն չկան։ Նշանակում է, որ դու պետք է հաշվարկես, թե ինչ թողունակություն կարող է ունենալ այդ տարանցիկ ուղին։ Տարբեր գնահատականներով դա տարեկան 18-ից 20 միլիոն տոննա բեռի մասին է խոսքը երկու ուղղություններով։ Եթե վերցնում ես որոշակի հաշվարկներ, հիմա չեմ ուզում ես ծանրացնեմ, բայց որոշակի հաշվարկներ դնում ես միջազգային որոշակի ստանդարտներից կամ գներից, միջինացված գներից 1 կիլոմետր տոննայի արժեքը դնում համադրում ես, դա տարեկան մոտորապես լինում է 12 միլիոն դոլարի մասին է խոսքը, եթե հանում ես այդ դրա շահագործման ծախսերը, տակը մոտորապես 4-5 միլիոն դոլար եկամտի մասին է խոսքը։ 4-5 միլիոն դոլարը տարեկան այդ տարանցիկի դա համարյա թե կարելի ասել զրոյին հավասար եկամուտ է։ Տնտեսական առումով ինքը գրավիչ չի։ Տնտեսական առումով ինքը համենայն դեպս եկեք ֆիքսենք այսօրվա մեզ հասանելի տեղեկատվության հիման վրա որոշակի դատողություններ եւ որոշակի գնահատականների հիման վրա մենք կարող ենք ասել, որ 4.5 միլիոն կամ նույնիսկ 5 միլիոն դրամը ինքը այդքան էլ բնականաբար լավ եկամուտ չի կարելի համարել։ Այդտեղ նաև փոփոխականներ կան։ Խոսվում է այն կոնսորցիումի մասին, այն կազմակերպության մասին, որը ըստ էության շահագործելու է դա լինելու ամերիկյան հայկական ինչ-որ մի ընկերություն, որտեղ հայկական կողմը ունենալու է որոշակի բաժնեմասնակցություն, տարբեր աղբյուրներ ասում են 30-ից 35%։ Այդ իմ հաշվարկները, որ ես կատարեցի, տարեկան եկամուտների 35%-ը Հայաստանի հասանելիք, այդ 4.5 միլիոն դոլարի մասին է խոսքը։ Ըստ էության տնտեսական գնահատական այդ բանի, Տրամպի ուղու տնտեսական առումով ինքը այդքան էլ, այսպես ասած, խելամիտ կամ տնտեսական առումով ինչ-որ օգուտներ բերող ծրագիր չի։ Դա քաղաքական ծրագիր է։ Քաղաքական, զուտ քաղաքական ռիսկեր պարունակող։ Սյունիքի անվտանգության առումով։ Այո, գիտեք, դա արդեն իրողություն է, որտեվ եթե ստորագրվել է մի քանի փաստաթուղթ, եւ այդ մի քանի փաստաթղթով դա ըստ էության ամերիկյան կողմը ակնկալում է, որ այդ ինքը պետք է իրագործի այդ ծրագիրը, մենք շատ մեծ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի մեր ամերիկյան գործընկերներին կարողանանք ցույց տալ այն խոցելի տեղերը, որոնք որ
ծագում են այդ ուղուց եւ պետք է այդ ուղին վերափոխելու, պայմանավորվածությունները որոշակիորեն ճշգրտելու մեծ աշխատանք կատարենք, որպեսզի այն ինչ որ այսօր թղթի վրա գրված է եւ իրագործվելու է մոտակա մի քանի տարիների ընթացքում, ինքը իրագործումից առաջ պետք է լավ խորքային քննարկվի, վերաձևակերպվի, որպեսզի ինքը շահագրգիռ բոլոր կողմերի համար լինի ընդունելի ծրագիր։ Ինչու եմ ասում շահագրգիռ բոլոր կողմերի, որովհետև այդտեղ շահագրգիռ բոլոր կողմերը ներկայացված չեն։ Տարածաշրջանի հետ կապված կան նաև այլ աշխարհակաղակական կենտրոններ, երկրներ, որոնց շահերը դու պետք է կարողանաս հաշվի առնել եւ բոլորի շահերը հաշվի կշռես այս ծրագրի շուրջ, որպեսզի ինչքան շատ շահեր դու կարողանաս հաշվի կշռես, այնքան քո սուբյեկտայնությունը դու կբարձրացնես։ Այսպեսի մի հատ հաջողության գալու դեպքում իշխանության հասնելու դեպքում այս փաստաթղթի հետ աշխատելու հնարավորություն տեսնում եք դուք, որտեղ այդ փաստաթղթից հնարավոր չէ ազատվել, փաստ է որ արդեն կա։ Հենց դա է ասում, դա իրողություն, տեսեք, կան իրողություններ ու ինչքան որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ինչքան որ երկարաձգվում է, մենք ավելի շատ իրողությունների ենք հետագայում դրանց հետ ավելի շատ իրողություններ են ի հայտ գալիս, որոնց հետ պետքա դու հաշվի նստես, որովհետև եթե ինքը անում է քայլեր, որոնք որ Հայաստանի շահերից չեն բխում կամ Հայաստանի շահերը ոչ ամբողջությամբ են, այսպես ասած, հաշվի առնված, ապա դու պետք է այդ բոլոր իրողությունները ընդունես, դու իրավունք չունես ասես ես եկել եմ, սկսում եմ սեփական կետից, չէ, մեկ անգամ այդպիսի բան տեսել ենք ու տեսել ենք թե դա որտեղ ուրա տանում։ Այո, դու որ պետքա ցույց տաս, որ պետություն ես, ու այդ պետությունը ունի շարունակականություն, ինստիտուցիոնալ շարունակականություն։ Վերցրել ես, ենթադրենք, իշխանությունը X պահի, այդ շարունակականությունը ենթադրում է, որ դու պետքա առաջ գնաս, առաջընթաց կերպով կարողանաս բանակցել բոլոր ոչ անբարենպաստ բոլոր բաները պետք է կարողանաս բանակցությունների, երկխոսությունների միջոցով բերես հասցնես։ Դա ինչքանով կհաջողվի, դա ապագան ցույց կտա, բայց դու պարտավոր ես դա անես։ Մի շատ կարևոր բան էլ կա, արդեն փոխվում է բանակցողը։ Երբ որ փոխվում է բանակցողը փոխվելուց հետո ինքը որոշակի կաշկանդվածությունից էլ է ազատվում։ Այսօրվա բանակցողը ունի կաշկանդվածություն, այսօրվա բանակցողը պարտված բանակցողն է։ Այսօրվա բանակցողը ես վստահ եմ, որ նաև ունի որոշակի պայմանավորվածություններ, որոնք որ հասանելի չեն հանրությանը։ Ես վստահ եմ, որ կան այդպիսի պայմանավորվածություններ։ Եվ մենք տեսնում ենք, թե միջազգային այս կամ այն ասպարեզում ինքը երբ որ առերեսվում է իր շրջանակի հետ, ինչպիսի խոնար դիրքով է, չէ, ինքը ներկայանում այնտեղ եւ գալիս ներսում այլ դիրքով է ներկայանում, այսինքն ներսում բոլորին կալանավորում է, դրսում խոնար սպասում է, թե իրեն ինչ կասեն կամ ինչ հանձնարարություններ կտան։ Այդ նշանակում է, որ ինքը կաշկանդված է։ Այդ խեղճ մարդը կաշկանդված է։ Այս խեղճ մարդը իհարկե ճակերտնա որ ես ասեցի, հետեւաբար երբ որ փոխվում է բանակցողը, չունի ինքը այն կաշկանդվածությունը եւ հստակ ունի ազգային շահերը սպասարկելու ցլամարտիկի կեցվածք եւ առնվազն ցանկություն գոնե։ Դա նշանակում է, որ ինքը իր տեսլականը պետք է ներկայացնի։ Ես վստահ եմ նաեւ քաղաքական պալիտրայում կլինեն այնպիսի ուժեր, որոնք էլ կներկայացնեն իրենց պատկերացումները։ Այստեղ է, որ պետք է քաղաքական դաշտը հագեցած լինի տարբեր դերակատարներով եւ տարբեր դրոշակներ բարձրացնողներով, որպեսզի հանրությունը կարողանա ճիշտ ընտրություն կատարել։ Պարոն Անանյան, իթիվս մի շարք ըստիս շատ վիճահարույց փաստաթղթերի, չգիտեմ, պայմանագրերի դուք ժառանգելու եք նաև Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, որը կարծեմ թե հասնում է արդեն 14 սեպտեմբերի 1-ի դրությամբ 14.1 միլիարդ։ Արդեն անցել ենք, առավել եւս։ Ինչ եք անելու այս պարտքի հետ, ինչպես եք մարելու Փաշինյանի պարտքերը։ Տեսեք, ես մի առիթով ասել եմ, որ պարտքը սարսափելի չէ։ Իրոք։ Պարտքը այսօր վերցնենք,
հարկաբյուջետային կանոններով, ֆիսկալ կանոններով ինքը համարվում է կառավարելի, մակարդակը համարվում է կառավարելի։ Թերևս այդտեղ իր կառուցվածքի հետ կապված որոշակի խնդրահարույց բաներ կան, որովհետև վերջի 7 տարվա ընթացքում սրընթաց, դե գիտեք, պետական պարտքը ունի ներքին ու արտաքին կոմպոնենտներ։ Արտաքինը, երբ որ արտաքին աշխարհից ես պարտ վերցնում, ներքինը, երբ որ քո ժողովրդից ես պարտ վերցնում։ Հիմա մեր մոտ ներքին պարտքն է սրընթաց ավելացել։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Ներքին պարտքը նշանակում որ կարճաժամկետ պարտատոմսեր են թողարկվել անընդհատ եւ հիմնականում դրա հաշվին է վերջի տարիներին պետական պարտքը աճել։ Պետական կարճաժամկետ պարտատոմսերը թանկ են։ Հասկանում եք, այստեղ էլ բաներ կա։ Դու պետք է նայես, ինչու են թանկ պարտք վերցրել։ Դա էլ բան նշանակում որ քո պետությունը վարկունակության հետ կապված գնահատականի այլ օտար միջազգային փոխատուների մոտ այդքան էլ, ասենք, բան չունի, վարկունակության հետ կապված խնդիր ունի։ Կամ դու չես ուզում, ասենք, բան անես, ստեղ էլ ասենք հանրային ֆինանսների կառավարման հետ կապված լրջագույն խնդիր կա։ Հիմա ինչպես ենք անելու։ Բնականաբար պետք է գալ տնտեսությունից։ Դու եթե ուզում ես, տեսեք, վերցնենք ընտանիքի մի պատմություն, եթե դու ունես վարկ վերցրած, դու վարկդ սպասարկելու համար պետք է ունենաս կայուն եկամուտ։ Կայուն եկամուտ ունենալու համար դու պետք է քո վերաձևակերպես, վերադասակարգես քո մասնագիտական գործունեությունը։ Եթե տեսնում ես, որ քո մասնագիտությունը քո սրտով չի, պետք է գնաս մասնագիտությունս փոխես, այլ գործունեություն իրականացնես, շատ եկամուտ ունենաս, որպեսզի պարտքերդ կարողանաս փակես։ Հիմա 30 տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ մեր տնտեսությունը սխալ ուղղությամբ է գնում է սպառման մոդելով։ Դու պետք է այդ մոդելը փոխես։ Դու պետք է գաս արտահանելի տնտեսություն ձևակերպես։ Դու պետք է քո համախառն ներքին արդյունքը, այսինքն բոլորիս ջանքերով ստեղծված արդյունքը շատ մեծացնես, որպեսզի կարողանաս սպասարկես քո արտաքին պարտքը։ Մեր հիմնական բաղադրատոմսը դրան է, որ մենք պետք է կառուցվածքային փոփոխության ենթարկենք տնտեսությունը, պետք է հարկային համակարգը վերաձևակերպենք, մենք պետք է եկամուտները, հանրային եկամուտները, պետական եկամուտների կառուցվածքի մեջ էլ հստակ փոփոխություններ մտցնենք, ու ոչ թե հարկային եկամուտները այսօր 94-ից 95%-ը պետք է լինի, այլ նրա տեսակարար կշիռը պետք է իջնի, պետությունը պետք է ունենա նաև այլ եկամուտներ, եւ այդ այլ եկամուտների հաշվին դու կարողանալու ես սպառման հարկման հետ կապված ավելացված արժեքի հարկը օրինակ աստիճանաբար վերացնես, այն փոխարինես վաճառքի հարկով ավելի ցածր տոկոսադրույքով, պետք է գնաս բանի փոխես եկամտային հարկի ու շահութահարկի հաստատուն դրույքաչափերը, գնաս պրոգրեսիվ հարկման համակարգերի, որը նաև հարկաբյուջետային առումով հարկաբյուջետային քաղաքականության առումով շատ մեծ ստաբիլիզացիոն նշանակություն ունի։ Ձեր հարցի պատասխանը հետևյալն է. պետք է սկսել տնտեսությունը վերակառուցելուց։ Միասնության թևեր նախաձեռնության պաշտոնական մեկնարկի ձեր ելույթում դուք խոսել եք հարկային փոփոխությունների մասին, իսկապես կարծում եմ սա մի ոլորտ է, որը շատ կարևոր է, ինձ հետաքրքիր է հատկապես մանր ու միջին բիզնեսի համար, պարոն Անանյան, ինչ եք նախատեսում, որտեղ իսկապես խոցելի վիճակում է այս ոլորտը։ Մանր ու միջին բիզնեսին դու պետք է վերաբերվես որպես ինկուբատորներ, ճակերտավոր ասած։ Դու իրանց պետք է դիտարկես որպես այսպես փակշանքի եւ գուրգուրանքի օբյեկտ։ Դու պետք է իրենց քիչ հարկես, պարզ հարկման համակարգեր դնես, հարկային բեռը իջեցնես ու գուրգուրես, որ ինքը ոտքի կանգնի դառնա միջինից դեպի բարձր։ Սա պետք է լինի։ Այդ նշանակում է, որ հարկման բեռը փոքր ու միջինի նկատմամբ պետք է լինի շատ ցածր։ Այդ նշանակում է, որ նաև պետք է մտածելակերպը փոխես։ Դա նշանակում է, որ պետք է նաև հարկային համակարգի դիզայնը դու ոչ թե սկսես հարկային համակարգից, ելի պետք է գնաս տնտեսությունից։ Մեր խնդիրը կայանում է նրանում, որ մենք պատշաճ ձևով տնտեսական քաղաքականություն չենք ունեցել Հայաստանում։ Տնտեսական քաղաքականություն իրականացնող մարմինը այդքան էլ ճիշտ չի գործել։ Ինքը միշտ եղել է հարցեր լուծող նախարարություն, օրինակ էկոնոմիկայի նախարարությունը, բայց օրինակ էկոնոմիկայի նախարարությունը չի թելադրել օրինակ հարկաբյուջետային քաղաքականություն իրականացնողին, ֆինանսների նախարարություն չի ասել, որ ես պատկերացնում եմ տնտեսության այսպիսի մոդել, գնա քո հարկային ֆիսկալ քաղաքականությունը համապատասխանացրու իմ տնտեսական քաղաքականությանը։ Տեսեք,
մակրոտնտեսական քաղաքականության մեջ կա այսպիսի մի հատ ակադեմիական կանոն. հարկային քաղաքականությունը ինքը ինքնուրույն նպատակներ սահմանելու իրավասություն չպետք է ունենա։ Նպատակները սահմանում է տնտեսական քաղաքականությունը, հարկային քաղաքականությունը ինքը հարմարվում է տնտեսությունից եկող ազդակներին ու նպատակադրումներին։ Հետևաբար, եթե գանք այդ ձեր հարցի պատասխանին մի քիչ հեռացանք, հիմա հետ գանք։ Էլի պետք է գնանք տնտեսական քաղաքականություն, պատկերացնես քո տեսլականը որն է տնտեսությունը, եւ տնտեսական քաղաքականությունից քո նպատակադրումներն ու ազդակները տաս հարկաբյուջետային քաղաքականությանը եւ ինքը դիզայն անի այնպիսի հարկային համակարգ, որը պետք է սպասարկի նոր տնտեսական քաղաքականությանը, նոր տնտեսական կառուցվածքին։ Դա նշանակում է, որ պետք է ավելի շատ դու ոչ թե սպառումը հարկող հարկային համակարգ ունենաս, այլ պետք է արտահանելի ոլորտը խրախուսող ունենաս։ Այնտեղ պետք է ուղղակի հարկերը, եկամտային հարկը, շահութահարկը պետք է դառնան դոմինանտ դերակատարություն ունեցող հարկատեսակներ։ Հետևաբար, մանր ու միջին, փոքր ու միջին բիզնեսին դու պետք է վերաբերես որպես ոչ ֆիսկալ օբյեկտ, այլ տնտեսական այդ ամբողջ շղթայի մեջ ինկուբացիայի պիրիոդում գտնվող տնտեսական միավոր, որին որ պետք է օգնես, նպաստես, որ ինքը մեծանա եւ ձգտի, որպեսզի դառնա խոշոր։ Պետք է կարողանաս տնտեսական քո քաղաքականությունը այնպես իրականացնես, որ քո տնտեսությունը սկսի արտադրել էլիտար, բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ եւ արտահանի դուրս։ Դու պետք է քո փոքր պետություն կամ փոքր տնտեսություն ունեցող պետությունների հայեցակարգի հիման վրա դիզայն անես քո տեղը համաշխարհային տնտեսության մեջ։ Այսինքն գտնես այն նիշան, որ դու արտադրում եւ ամբողջ համաշխարհային տնտեսությանը մատակարարում ես բարձր տեխնոլոգիական ապրանքներ եւ ծառայություններ։ Հետևաբար տեսեք, 30 տարիների ընթացքում մեզ չի հաջողվել ունենալ արտաքին առևտրի հաշվեկշռի դրական մնացորդ։ Մենք միշտ ունեցել ենք բացական։ Ինչ է դա նշանակում։ Մենք ավելի շատ ներմուծել ենք, ավելի քիչ արտահանել ենք։ Այդ նշանակում է, որ մենք ներմուծման վրա հիմնված տնտեսություն ունենք։ Եվ այստեղ մի փոքր ես կուզեմ բան անենք, համախառն ներքին արդյունքը մեր բոլորի ստեղծած բարիքը, չէ, ինքը ունի կոմպոնենտներից է բաղկացած։ Կոմպոնենտներից մեկը նաև զուտ արտահանումն է։ Այսինքն, տեսեք, սպառում, գումարած ներդրումներ, գումարած զուտ արտահանում, չէ, այդ բանաձևի մեջ զուտ արտահանումը, եթե մինուս նշանով է, այսինքն դու ավելի շատ ներմուծում ես, քան արտահանում ես, այդ նշանակում է քո հնան պակասում է։ Ինչու՞, որովհետև քո սպառողները սկսում են ֆինանսավորել այլ երկրների համախառն ներքին արդյունքը։ Նրանց ապրանքը ներմուծում ես, նշանակում է դու սպասարկում ես այլ երկրների համախառն ներքին արդյունքի ձևավորմանը։ Հետևաբար դու պետքա արտահանես։ Բոլոր այլ երկրները պետք է սպասարկեն քո հնայի բարձրացմանը։ Դու ոչ թե պետքա ունենաս 3 միլիոն սպառող, այլ պետքա ունենաս 30 միլիոն, 300 միլիոն, 3 միլիարդ սպառող։ Հետևաբար դու լինելով փոքր, պետք է արտադրես շատ։ Այդ շատը պետք է արտահանես եւ բերես։ Ամբողջ աշխարհը պետքա ֆինանսավորի համախառն ներքին արդյունքը։ Սա մեր պատկերացրած տնտեսական մոդելն է, երբ որ դու սպառման մոդելից անցում ես կատարում դեպի արտահանելի կամ արտահանման մոդել։ Եթե ունես արտահանման մոդել, այդտեղ հնարավորությունները մեծանում են։ Ունես նաև հարկային ավելի շատ եկամուտներ, նշանակում է դու կարող ես քեզ թույլ տալ հարկային բեռի հետ ակադեմիական հաշվարկներ կատարել։ Ու տեսնես այդ հարկման բեռը ինչքան է նոմինալի, ինչքան է փոքր ու միջինի, ինչքան լինի, ավելացված արժեքի հարկ չունենաս, դրա տեղ ունենաս վաճառքի հարկ, որպեսզի չտուգանես քո տնտեսական աճը։ Այդտեղ արդեն հարցեր կան, երբ որ դու ունես արդեն լավ տնտեսություն, որը ապահովում է քեզ կայուն եկամուտներ, կարող ես նաև քեզ թույլ տաս ունենաս այնպիսի հարկային համակարգ, որտեղ որ հարկային բեռը շատ տանելի է։ Հետևաբար չունես ստվեր, ունես գործարար համայնք, որին որ ապահովում ես տնտեսական ենթահամակարգերով, որտեղ արդյունաբերական գոտիներ է ստեղծել, արդյունաբերական գոտիներում կա հարկման զրոյական համակարգեր են ըստ էության գործում,
Եվ բոլոր այդ ամբողջ քո Հայաստանով մեկ արդյունաբերական գոտիներդ նաև քո երկրի ապահովումը նաև զարգացում տարածքային համաչափ զարգացման քո քաղաքականությունն է իրականացնում։ Սրանք մտքեր են, որոնց վրա արդեն կա հիմնված տեսլականներ, ռազմավարություններ եւ տնտեսական քաղաքականություն, որը արդեն ըստ էության պատրաստ է։ Ինքը անդադ մենք իր վրա աշխատում ենք, որովհետեւ տարբեր բաներ են առաջանում, որոնց հետ պետքա դու խաչվես։ Մի փոքր կուզեմ նաև անդրադառնամ խաղաղության խաչմերուկ կոնցեպտին։ Խաղաղության խաչմերուկը, որը որ քարոզում է, ինքը էլի դիվանագիտական քաղաքական նշանակություն ունի, ինքը տնտեսական առումով այդքան իրանից ոչինչ բան չի ներկայացնում։ Հիմա մենք էլ ենք պատկերացնում, որ Հայաստանը պետք է լոգիստիկ առումով խաչմերուկ լինի, բայց մեր պատկերացրածը դա հյուսիս-հարավ ավտոմայրուղին է, որ մենք պետք է վերջապես ավարտենք, դրա հետ մեկտեղ նաև պետք է ունենանք հյուսիս-հարավի երկաթգիծը, որը ըստ էության պետք է Բանդարաբաս եւ Սևծովյան Վրաստանյան բաները նավահանգիստներին հասանելիություն ունենա եւ արևելք-արևմուտքի այդ հանգույցը մեր պատկերացրածը բարձրանում է դեպի մի քիչ ավելի վերև, այն Իջևան, Կիրովական, այն հանգույցը, որ ժամանակին եղել է եւ այնտեղ կա փոքր կտոր, որ դու պետք է կառուցես եւ մնացածը կարող ես նաեւ, ասենք, որոշակի կապիտալ վերանորոգումների ծրագրերի իրականացմամբ կարող է դրան վերագործարկել։ Այսինքն մեր պատկերացմամբ էլի կա խաչմերուկ, որի տակ կան հստակ ծրագրեր, որոնք նախկինում պատրաստ են եղել, պետք է ուղղակի մարդկանց հետ խոսելու ունակություն ունենաս։ Այն տասնամյակների ընթացքում մարդիկ, որոնք որ հաշվարկներ են արել, ծրագրեր են գրել, օրինակ Չինաստանի հետ բանակցել են, ունեն որոշակի պայմանավորվածություններ արդեն, դու պետք է այդ մարդկանց բերես, նստացնես, իրանց հետ խոսես, այդ ծրագրերն իրականացնես։ Այդ ծրագրերն իրականացնելուց հետո դու կունենաս իրական բաց հաղորդակցման ուղիներ եւ պատկերացրեք այդ բաց հաղորդակցման ուղիների ամբողջ երկայնքով մեկ ունես տնտեսական գոտիներ, որոնք որ լոգիստիկ առումով կպած են այդ հյուսիս-հարավին եւ արևելք-արևմուտքին։ Սա տնտեսական տեսլականի հիմքում գաղափարներ են, որոնց տակ արդեն կան որոշակի հաշվարկներ, որոշակի ծրագրեր եւ նաեւ որոշակի բանակցային գործընթաց, որը ժամանակին արվել է, մնում է այդ բանակցային գործընթացը վերակառուցել, բորբոքել եւ նորից դրանք դնել իրականացման սեղանի վրա։ Պարոն Անանյան, շատ համոզիչ էին եւ հարկային օրենսդրության վերաբերյալ փոփոխությունների վերաբերյալ ձեր հիմնավորումները եւ նշված ճանապարհի, բայց օրինակ շատ հետաքրքիր է, ինչպես է համոզելու արտաքին ներդրողներին Սփյուռքի հետ համագործակցության բարդությունները ինչպես է հաղթահարելու, օրինակ ինչպես է ներդրողին համոզելու, որ ինքը Հայաստանում լուրջ ներդրումներ չի անի տարիներ շարունակ եւ հետո հեծի օրինակով դա իր ձեռքից չեն վերցնելու եւ հանձնեն ժողովրդին, այսպես ասած, վերադարձնեն ժողովրդին։ Օրինակ ես որպես ժողովրդի ներկայացուցիչ առանձնապես չեմ զգում այդ վերադարձի արդյունավետությունը, թերևս միայն տևական անջատումների տեսքով կատակում ենք, բայց ցավոտ թեմա է։ Ինչպես եք համոզելու, մարդիկ տարիներ շարունակ տեսնում են ինչ է կատարվում Հայաստանի ներդրումային դաշտում, ներդրողների հետ ինչպես են վարվում։ Հայտարարությունների համար ներդրողները խոշոր այսօր կալանքի տակ են։ Շատ տեղին հարց եք տալիս։ Այո, պետությունը այսօրվա կառավարությունը, բնականաբար նաև պետությունը չի համարվում հուսալի այն առումով, որ ինքը ձեր մատնանշած բաներով, նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում եւ նաև օրինակ Ամուսարում կամ այլ ընկերությունում որոշակի բաժնե մասնակցություն վերցնելու կամ բաժնե մասնակցությունը նվեր տալու այդպիսի գործարքների գնալով ըստ էության կոռուպցիոն երևույթներ են դրանք, կառավարությունն ունի բաժնե մասնակցություն։ Դրանք ներդրումային դաշտի առումով բավականին մեծ խնդիրներ են առաջացնում, ինչու՞։ Որովհետև պետությունը այսօր կամ հեծի շուրջ դուք արդեն ասացիք, ըստ էության հեծի բաժնե մասնակցությունը խլելու կամ այդպիսի ժողովրդին վերադարձնելու, նրան չեն խլել, ժողովրդին են վերադարձրել, արդեն պոպուլիստական մասն է։ Հիմա տեսեք, ինչ ենք անելու մենք։ Պետությունը նախ պետք է վերադառնանք պետության դերակատարմանը։ Պետությունը տնտեսական կյանքի առումով ունի երկու շատ կարևոր դերակատարում։ Առաջինը տնտեսական փոխհարաբերությունների եւ տնտեսական դաշտի իրավակարգավորումների եւ կանոնների սահմանումն է։
Հետևաբար մենք պետք է վերադառնանք աշխարհին ցույց տանք, որ մենք հիմա գալիս ենք ներքին օրենսդրությունը հստակեցնում ենք, այն օրենսդրական փոփոխությունները, որոնք կատարվել են եւ որի արդյունքում հնարավորություն է ընձեռվել այսօրվա կառավարությունը այդպես քայլեր իրականացնի, դրանք պետք է վերաձևակերպենք։ Օտարերկրյա ներդրումների պաշտպանությանն ուղղվող իրավակարգավորումները պետք է հստակեցնենք։ Այսինքն այդ մի բանը, որ մենք որպես պետություն պետք է ցուցադրենք, որ մենք իրականացնում ենք մեր սահմանադրական պարտականությունը, իրավական դաշտը, տնտեսական մրցակցության, տնտեսական գործունեության հավասարության այդ դաշտը մենք իրավակարգավորումային առումով հստակեցնում ենք։ Երկրորդը պետությունը նաև ինքը մասնակից է տնտեսությանը։ Մենք պետք է հստակ ցուցադրենք, որ ինչով, օրինակ պետական գնումների համակարգով, ինքը նաև ապրանքներ ծառայություններ է ձեռք բերում, ապրանքներ ծառայություններ է արտադրում, չէ, վաճառում, ինքը նաև տնտեսական միավոր է պետությունը, որը մասնակցում է տնտեսական կյանքին։ Հստակ պիտի տարանջատենք, պետք է ասենք, որ պետք է սկզբից իրական բաշխում կատարվի ազատ շուկայի եւ պետության միջև, որն է իրականացնում ազատ շուկան, որն է իրականացնում պետությունը։ Եվ կա այսպես պոստուլատային ակադեմիական բան. պետությունը չպետք է իրականացնի այն, ինչը Իրանից ավելի լավ իրականացնում է ազատ շուկան, այսինքն մասնավոր հատվածը շատ ավելի արդյունավետ է, քան պետությունը բիզնեսի կազմակերպման առումով։ Հետևաբար, պետությունը պետք է չկենտրոնանա այն ոլորտների վրա, որտեղ որ գերակայում է շահույթ ստանալու նպատակը, այսինքն բիզնեսի կանոնը։ Այնտեղ որտեղ շահույթի ստանալու նպատակ չկա, այլ հանրային շահը կարող է այլ դրսևորումներ ունենա, օրինակ հանրային ծառայությունների մատուցում, անվտանգություն, բանակ, պաշտպանություն, ներքին, դրանք էլ են տնտեսության որոշակի ոլորտներ, չէ՞։ Այստեղ պետությունը պետք է հստակ տարանջատի։ Սա ես եմ անում, որտեղ որտեղ չկա առևտրային շահ, այլ կա հանրային շահ, սա դու ես անում որպես ազատ շուկա։ Այսինքն պետք է լինի հստակ տարանջատում պետության եւ մասնավորի միջև, պետք է պետությունը վերցնի իր սահմանադրական պարտականությունն իրականացնի իրավակարգավորումների։ Սա է, որ մենք պետք է ցուցադրենք, այսինքն պետության դերակատարումը պետք է վերաիմաստավորենք, հանրությանն ու աշխարհին ցույց տանք, որ մեր պետությունը մենք դարձնում ենք այնպիսի պետություն, որը հուսալի է, որը իրավակարգավորումներ սահմանող է, որը մասնավորի կյանքին չի խառնվում, որը իրականացնում է միայն իր սահմանադրական պարտականությունները եւ արտադրում է եւ վաճառում է այնպիսի ծառայություններ, որոնք միայն հանրային շահին են ծառայում։ Այսա պետք է անենք։ Իմ վերջի հարցը հավանաբար նեղ մասնագետին պիտի ուղղեի պարոն Անանյան, բայց տնտեսական բաղադրիչ ունի։ Ես խնդրելու եմ, որ այդ մասով հարցին պատասխանեք։ Ինչ պիտի կատարվի մարդու ուղեղում, որպեսզի Արցախի բնական ռեսուրսները ամբողջությամբ հանձնի Ադրբեջանին, այդ թվում ցորենի հսկայական ցանքատարածությունները, եւ այդպես ավարայրը հաղթած զորավարի հպարտությամբ հայտարարի, որ Ադրբեջանի տարածքով ցորեն է ներկրում Հայաստան Ղազախստանից։ Արցախը հանձնենք, որ լավ ապրենք։ Այս թեզի հեղինակները որքանով շահեցին տնտեսապես։ Ես շատ ցանկանում եմ, որպեսզի դուք խոսեք Հայաստանի տնտեսության մեջ Արցախի տնտեսական բաժնեմասի մասին, այդ թվում նաև հացահատիկի պաշարների, եթե չեմ սխալվում, հսկայական ծավալով մենք հացահատիկ էինք ստանում, որը նպաստում էր մեր պարենային անվտանգությանը, կախվածությանը, նվազեցմանը արտաքին երկրներից։ Ուզում եմ, որ խոսեք առհասարակ Արցախը իր տնտեսական բաղադրիչով Հայաստանի տնտեսության մեջ ինչ էր եւ Հայաստանը ինչ կորցրեց կորցնելով Արցախը։ Սա գիտեք այն թեման է, որը երևի թե պետք է առանձին մի ոդքասթ նվիրել, որովհետեւ շատ բան կա ասելու։ Կարճ փորձեմ։ Մենք երեք հրապարակեցինք մի այդպիսի փոքր զեկույց, միասնության թևեր նախաձեռնությունը, քաղաքական նախաձեռնությունը, այդպիսի մի կարճ այդպիսի տես մի վերլուծություն հրապարակեց։ Տեսեք, Արցախը տնտեսական առումով շատ մեծ բաղադրիչ ուներ։ Ինքը մոտորապես 19 թվականին, այսինքն նախապատերազմյան թիվը վերցնենք, շուրջ 300 միլիարդ ունեցել է համախառն ներքին արդյունք։ Տնտեսության կառուցվածքը, որ նայենք, բավականին մոտ է եղել Հայաստանի տնտեսության, որտեղ բաղադրիչը կոմպոնենտները էլի առևտուր ու ծառայություններն են եղել հիմնական, բայց այնտեղ մի տարբերությամբ գյուղատնտեսության բաղադրիչը բավականին բարձր է եղել։ Եվ տեսեք, այդ պարենային անվտանգության առումով, երբ որ մենք անընդհատ տասնամյակներով խոսել ենք, որ գիտեք, մեր հացահատիկի, օրինակ, ցորենի
պահանջարկը տարեկան մոտ 400-450 հազար տոննայի մասին է խոսքը, ընդհանուր հացահատիկի մոտորապես 500-600 հազար տոննայի մասին է խոսքը, շուրջ 30%-ը արտադրվել է Արցախում։ 30%։ Շուրջ 30%-ը։ Պատկերացրեք 2019 թվականին Արցախում արտադրվել է 120 հազար տոննա հացահատիկ։ Եվ Արցախի, երբ որ մենք ժամանակին պարենային անվտանգության եւ պարենային ինքնաբավության հարցեր էինք քննարկում Հայաստանի, Արցախը այդ կոմպոնենտում շատ մեծ լուրջ դերակատարում ուներ։ Եվ մենք Հայաստան-Արցախ այս միասնության մեջ էինք նայում մեր ռազմավարական ապրանքների ինքնաբավության եւ անվտանգության հարցը։ Հիմա տեսեք, մի կողմից այն երկիրը, որը հոշոտել է Արցախը, այդ երկիրը մեծահոգությամբ թողել է իր տարածքը, որպեսզի ղազախական ծորենը գահասնի Հայաստան։ Գիտեք, տնտեսական առումով ճանապարհների դիվերսիֆիկացիան ընդհանրապես ված չի։ Լավ, Ռուսաստանից ենք ներմուծում, հիմա կարող ենք նաև դիվերսիֆիկացիայի առումով ղազախական ծորեն ներմուծել։ Ղազախական ծորենը կարծեմ տոննայի մեջ $20-25 ավելի էժան է, քան ռուսականը, բայց լոգիստիկ այդ ուղիների այդ փոփոխությամբ թե ինչքանով կխժռի այդ $20-25 այդ լոգիստիկ փոփոխությունը, դա տնտեսական հաշվարկները որ կարելի անել, բայց այստեղ դու միայն տնտեսական բաղադրիչով չպետք է բան անես, քաղաքական բաղադրիչ շատ կարևոր է։ Դու գովերքում ես մի նոր ուղի առանց քաղաքական դրա բաղադրիչը իրական բացահայտելու։ Դու չես ասում, որ ժողովուրդ ջան, իրականում սա այն գինն է, որ մենք վճարում ենք Արցախի կորուստի համար։ Արցախը կորցնող իշխանությունը գովերքում է ղազախական ծորենի մուտքը Հայաստան Ադրբեջանով։ Եվ ասում է սա աննախադեպ բան է, նման բան չէր եղել։ Հետևաբար նայեք, այստեղ ես որպես տնտեսագետ պարտավոր եմ ասեմ, որ ինքը դիվերսիֆիկացիայի մի ճանապարհ է, որը լավ է, որ կա, բայց քաղաքական կոմպոնենտը դրա շատ ավելի հեռու գնացող ռիսկեր է պարունակում։ Այսինքն, եթե Ալիևը տրամադրություն ունենա, մենք ծորենը կստանանք, եթե չունենա, ինչ կարող ենք ստանալ, բայրեկտարներ։ Երևի։ Կամ ղազախական ծորենը, նայեք, նաև ղազախական թե ռուսական ծորեն, ստեղ էլ հարց կա։ Այդ հարցի մեջ չեմ ուզում ես խորանամ հիմա շատ, որովհետև դե երկուսն էլ ԵԱՏՄ-ի անդամ երկրներ են, թե Ղազախստանը, թե Ռուսաստանը, այսօրվա եթե տնտեսական կոմպոնենտով նայենք, մեզ համար շատ լավ է, որ մենք ունենք բան։ Ժամանակին Ուկրաինայից էլ ենք ծորեն բերում։ Եթե վերականգնվի ուկրաինական ծորենի բանը, դա էլ է շատ լավ, եթե դու կարողանում ես բերես։ Բայց մենք հիմա խոսում ենք, նայեք, մեր այսօրվա ոդքասթի ժամանակ մենք խոսեցինք, չէ, արտահանելի տնտեսություն ունենալու, բայց հիմա մենք խոսում ենք ծորենի ներմուծման մասին։ Իսկ այդ ծորենի 30%-ը մենք կարողանում էինք արտադրենք Արցախում։ Այս է։ Մենք Արցախի հարցի վերջի շտրիխներն էլ ասեմ, որտեղ մի քանի բան կա։ Էներգետիկայի առումով Արցախը իր 37 հեկերով եւ Արցախ էներգոն, որը որ միացած էր Հայաստանի էներգետիկա համակարգին, վերջի տարիներին մենք արդեն էլեկտրաէներգիա ենք ներմուծում նաեւ Արցախից։ Հասկանում եք, այդտեղ բաներ կա, որ մենք պետքա խոսենք։ Այնտեղ նաև մենք հանքարդյունահանման ոլորտում ունենք այնպիսի գիգանտ ընկերություններ կամ ընկերություն, որ ուներ մի քանի բաներ, հանքավայրեր։ Վալեքսի մասին եմ ասում։ Ես վերջի անգամ Կաշենի հանքում եղել եմ 22 թվականի հոկտեմբերին։ Դրանից մեկ ամիս հետո ըստ էության ոնց որ թե փակվեց Լաչինի միջանցքը, վերջին անգամ եղել եմ այնտեղ, երբ որ վերևը ըստ էության բարձունքներին ադրբեջանական արդեն բաներն էին, ներքևում նայում ես այդ տարածաշրջանում, ոչ մենակ տարածաշրջանում, այլև համաշխարհային առումով ինքը մի հատ այնպիսի տնտեսական միավոր էր, թե իր կատերպիլերներով, թե իր բացահանքի շահագործման այդ ամբողջությամբ, թե իր հարստացման ֆաբրիկան, երբ որ աստիճաններով իջնում էր այդ ֆաբրիկայի այդ ագրեգատները, որոնք եվրոպական եւ չինական բարձրակարգ բաներն էին դրված։ Երբ որ դու տենում ես թե Պոչամբարում ինչ հետաքրքիր տեխնոլոգիաներով վերամշակումներ էր իրականացում, նոր know-how-ով, այս ամեն ինչը մենք թողել ենք։ Այս ամեն ինչը թողել դուրս ենք եկել։
Շնորհակալություն պարոն Անանյան, աղոթենք, որպեսզի Ալիևի տրամադրությունը միշտ բարձր լինի եւ Ադրբեջանով այնուամենայնիվ հացահատիկ կա եւ ոչ թե բայրակդարներ։ Սիրելի ունկնդիրներ, եթերում բաց խոսենք նախագիծներ, բաժանորդագրվեք մեր ալիքին, հետևեք մեզ, ով իմանա, գուցե հենց այս հարթակում գտնեք ձեզ համար ամենակարևորը։